Ինչով ա ուղեղը։ Մեր թիմում Չկա ուղեղ։ Գնաթով կասի հաշիվը 25-ով 3 ախպեր։ Ոչ, պատասխանը սխալ է։ Ես գուշակ եմ, երկրորդ մասնակցության գուշակ եմ։ Մեր անտրամաբանական ինտուիցիան միշտ հաղթում է ձեզ։ Ճիշտ էր պատասխանը։ Այստեղ արդեն մտնենք բջնի բոյ։ Սիգեր ու վատանավ են։ Վադապ է, շատ վադապ է։ Ժպտալու համար մարդը օգտագործում է 17 մկան։ Վստահ եմ, որ դուք այսօր շատ եք դեռ օգտագործելու ձեր 17 մկանը։ Ողջույն, ուրբաթ է, այսօրից մենք խաղում ենք խելքից դուրս։ Այս խաղում հաղթելու համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել գիտելիքները, հնարամտությունը, նաև գուշակելու ունակությունները։ Այստեղ ամեն վայրկյանը փոխում է խաղի ընթացքը, իսկ ամեն ճիշտ որոշում մոտեցնում ձեզ հաղթանակին։ Իսկ այսօրվա մեր մասնակիցներն են Լուսինեն, Մարիամը, Բրավո։ Նորայրը եւ Միկան։ Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Միանգամից առաջարկում եմ, որ թիմի համար անուններ ընտրեք։ Շատ արագ։ Կարմիր խաչն ենք մենք ներկայացնում։ Շատ լավ, իսկ դուք Առյուծներ։ Այո։ խաղում ենք այսօր Ոնց մտածած եկել էի դե։ առյուծների եւ կարմիր խաչի հետ։ Իսկ հիմա մենք կծանոթանանք խաղի կանոններին։ Գնացինք։ Առաջին փուլում մասնակիցները պետք է գուշակեն բրիտանացի գիտնականների տարօրինակ հայտնագործությունները։ Յուրաքանչյուր հարցի համար տրվելու է 4 տարբերակ։ Եթե թիմը միանգամից է գուշակում պատասխանը, ստանում է 3 միավոր։ Եթե սխալ, մյուս թիմն է հնարավորություն ստանում պատասխանել նույն հարցին եւ ճիշտ պատասխանի դեպքում ստանում է 2 միավոր։ Եթե նրանք են սխալվում, կրկին հակառակորդ թիմն է պատասխանում եւ գուշակելու դեպքում ստանում է 1 միավոր։ Պատասխանելու համար թիմերը կունենան 30 վայրկյան։ Իսկ ես առաջարկում եմ, որ չինգաչունգի միջոցով որոշեք, թե ով է առաջինը սկսում խաղը։ Սկսում ենք մենք, որովհետև նրանք մեզ զիջում են։ Որպես Որպես ֆիլսեր։ Զիջում է։ Շնորհակալ։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ։ Առաջին փուլում խաղում ենք բրիտանացի գիտնականներ։ Առաջին հարց։ Այ որ սախաչինը չխաղա։ շտեպով գտնվում։ Կարանք փոխենք իրենց։ Ոչ։ Բորնմութի համալսարանի բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն նշվածներից որն է դրականորեն ազդում աշակերտների առաջադիմության վրա։ Առաջին տարբերակ՝ հողաթափերով դպրոց հաճախելը, երկրորդ տարբերակ՝ օրվա կեսից դպրոց հաճախելը, երրորդ տարբերակ՝ ավելի երկար դասամիջոցները եւ չորրորդ տարբերակ՝ ոչ թղթային դասագրքերը։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ Ինչ որ կարար ճիշտ լիներ։ Դուք հիմնական դասամիջոցներից չեք։ Առաջինը բեր։ Ավելի երկարն է լոգիկայով։ Ես գարնում եմ հացվեր դասի։ Ես կարող եմ պատասխանել այստեղ։ Մենք ունենք պատասխան։ Կարմիր խաչ ունի պատասխան։ Շատ լավ, լսում եմ Կարմիր խաչի մասնակիցներ։ Ավելի երկար դասամիջոցները։ Ավելի երկար դասամիջոցները։ Երրորդ տարբերակն է։ Այո։ Ոչ, պատասխանը սխալ է։ Ես ասեմ։ Դուք ունեք 30 վայրկյան, կարող եք քննարկել։ Ահա, լսում եմ։ Ասենք, Ահա։ հողաթափերով դպրոց հաճախելը։ Ինչի։ Որովհետև ես շատ եմ գնացել հողաթափերով։ Ճիշտ եմ ասում, շատ եմ։ Ճիշտ էր պատասխանը 2-0 հաշիվը։ Ուսումնասիրությունն անցկացվել է 25 երկրում եւ բոլոր երկրներում էլ արդյունքը նույնն է եղել։ Գիտնականների կարծիքով հողաթափերով դպրոց գնացող աշակերտները ավելի շատ են կենտրոնացած կրթության վրա։ Երկրորդ հարց։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն շաբաթվա որ օրը ծննդաբերելը որոշակի վտանգներ է պարունակում։ Առաջին տարբերակ երկուշաբթի, երկրորդ տարբերակ ուրբաթ, երրորդ տարբերակ շաբաթ, չորրորդ տարբերակ կիրակի։ Ունեք 30 վայրկյան մտածելու։ Շաբթի չկա։ պատասխան։ Դուք եք։ Մենք եկայք, հա ես գիտեմ, ասես։ Մարիամ, իսկ դուք չմոռանաք, բաժանորդագրվել եք ֆոտոպիան ալիքին։ Ասեմ, Ահա, շատ լավ։ ուրբաթը։ Ուրբաթ։ Այո։ Ընդունեմ վերջնական պատասխանը։ Որովհետև շաբաթ կիրակիտ կորում է, ուրբաթ էլ չես խմում։ Պատասխանը սխալ էր։ Դուք ունեք ճիշտ պատասխանի հնարավորություն։ Եթե ճիշտ եք Մենք շատ պատասխանել, երկու միավոր մտածեցինք եք։ եւ ընտրում ենք 5 շաբթին։ Փոխենք ձեր դեպքը։ Ինքշապի կամ չորես։ Չկա 5 շաբթի։ Չէ, տարբերակների մեջ չկա։ Շաբթի կիրակի։ Դավայ Դու լավ հիմա ես եմ ասում։ Շաբաթ։ 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 Ինչի շաբաթ։ Որովհետեւ մոտիկ էր sense մի քիչ շաբաթ։ Չէ, դե շաբաթը միանշանակ շաբաթ, շայով է։ Աղջիկներ, դուք եւս հնարավորություն եք մտածելու սխալ էր Սխալ է պատասխանը։ պատասխանը։ Երկու շաբթին է, որովհետև ամբողջ շաբաթ կորցնում ես ծննդատանը։
Հետո շատ ստրեսային օր է, էլի, կարող է դրա համար վտանգավոր Երկուշաբթի մի տեսակ չի գնում։ Բախվել ճիշտները եկել են Սպորտ չեն անում։ Պատասխանը ճիշտ է, այո, երկուշաբթի։ Գիտնականների ուսումնասիրության համաձայն երկուշաբթի որպես կանոն հիվանդանոցների աշխատակազմը տրամադրված չէ աշխատելու եւ պատասխանատու որոշումներ ընդունելու համար։ Հաշիվը 3-0։ Այ որ ձեր անուններ առյուծներ ներկաներ։ Այս պերիոդ է Մի գուցե դուք եք երեք լինեի։ Երրորդ հարց։ Երբ խաղը լինի 5-0, նոր մենք կմտնենք խաղի մեջ։ Օ, Փոքրինչ պերիոդ է։ շատ լավ։ Երրորդ հարց։ Ինչ են սովորեցրել խաղալ բրիտանացի գիտնականները իշամեղուներին։ Առաջին տարբերակ՝ պոկեր, երկրորդ տարբերակ՝ սեղանի թենիս, երրորդ տարբերակ՝ շախմատ, չորրորդ տարբերակ՝ ֆուտբոլ։ 30 վայրկյան։ Քանի որ ես Գնդա գլու, մի բան գլորել է։ ֆուտբոլ շատ եմ սիրում, դիտի ընտրենք ֆուտբոլը։ Դենը պոկեր չէին կարող խաղալ։ Պոկեր չեն կարող խաղալ, իրենք չէին կարող։ Ասած շախմատը, եթե հայ են եղել այդ Մեղուների շախմատ հետ խաղալ։ նարդի ինչ որ խաղալ։ Սեղանի թենիս, սեղանի թենիսն է։ Կարա է սեղանի թենիս ֆուտբոլ։ Ֆուտբոլ դենա։ Ֆուտբոլ, մենք ընտրում ենք պատասխան Ֆուտբոլ, ֆուտբոլ։ չորրորդ տարբերակը։ Հա, չասես չէ։ Ճիշտ է, էլի։ Ճիշտ էր պատասխանը։ Այո։ Դերեք մի քիչ շուտ սկսեցինք։ Հաշիվը 3-3։ Բա մի կապ Մարզումներն անցկացվել են Լոնդոնի Մարիա Թագուհու համալսարանում։ Գիտնականները 50 իշամեղվի սովորեցրել են գնդակը գլորել դարպասի մեջ։ Եվ դուք ճիշտ պատասխանեցիք ու ունեք նվեր։ Լուր։ Շախմատ։ Այո։ Շախմատի դրանից ապակաս։ Բասնիկ բաներ չկա, քիչ։ Մենակ եկեք։ Չորրորդ հարց։ Բրիտանացի գիտնականների ուսումնասիրության համաձայն վերջին տասնամյակների ընթացքում ինչն է եղել ալկոհոլիզմի ավելացման հիմնական պատճառը։ Ոչ happy end-ով ավարտվող ֆիլմերը, բաժակների չափսի մեծացումը, աշխատաժամանակի ավելացումը եւ ամուսնալուծությունների թվի ավելացումը ունեք 30 վայրկյան մտածելու։ Վերջինը շատ լագիշնի է, շատ։ Վերջինը Այս հաղորդման ֆորմատով էդ չի։ բայց Իսկ դուք կոմենտներում գրեք ձեր տարբերակը մինչև աղջիկները կմտածեն։ Ալկոհոլիզմի ավելացման պատճառ։ Բաժակները կինոն ապել նայել են, չի դզել վերջում իրենց մոտ, ոնց է եդոք չի խոսել։ Մենք մտածեցինք։ Մենք Այո։ ասա։ Մենք կարծում ենք, որ բաժակների չափսի մեծացումն է պատճառը։ I think that Եվ Քննած եմ այրում ես։ Կդրեք էլի ազի ջոնեսա կգա։ Հաշիվը 6-3, հեշտ է պատասխանը։ Ճիշտ է։ Գիտնականների ուսումնասիրության համաձայն օրինակ գինու բաժակները անընդհատ մեծացել են, ինչը նպաստել է ալկոհոլի ավելի մեծ ծավալով սպառմանը։ Շատ տեմպով։ մեր անտրամաբանական ինտուիցիան հաղթում է ձեզ։ Ձեր տրամաբանության։ Մենք ավարտում ենք առաջին փուլը Հարբեցող չեն։ Գիտենք թե չէ։ եւ տեղափոխվում երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն տարօրինակ հայտնագործությունները, որոնց համար տարբեր երկրների գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ Շնոբելյան մրցանակի են արժանացել։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ Արդեն 30 տարուց ավելի Նոբելյան մրցանակին զուգահեռ շնորհվում է դրա հակամրցանակը, Շնոբելյան մրցանակը, որը շնորհվում է հիմնականում տարբեր բնագավառներում տարօրինակ արտասովոր հայտնագործությունների համար։ Իսկ այս պահին, քանի որ տղաներ, Հա։ Մենք պարտվում ենք։ Այո։ Մենք քանի որ մենք զիջում ենք։ դուք քանի որ զիջում եք, սկսում ենք խաղը հենց ձեզանից։ Միանշան։ Առաջին հարց։ 1995 թվականին ճապոնացի գիտնականների խումբը հոգեբանության բնագավառում Շնոբելյան մրցանակի է արժանացել, քանի որ նրանց հաջողվել էր աղավնիներին սովորեցրել տարբերակել դրանք։ Իսկ ինչը։ Առաջին տարբերակ Պիկասոյի եւ Մոնեի նկարները, երկրորդ տարբերակ Թուփակի երգերը, երրորդ տարբերակ Ծիածանի գույները եւ չորրորդ տարբերակ Արնոլդ Շվարցնեգերի մասնակցությամբ ֆիլմերը 30 վայրկյան ունեք։ Ծիածանը էլի դե երևի։ Ծիածան Ճապոնացի Շվարցնեգերն ու Պիկասոն ու Թուփակը իրանց մասին չի գնալու։ Հա։ Իրանց ինչ-որ տենց յանցը Բիաջի վոլիներ հա մեծ տուփակ։ Դուք եք մտածել։ Մտածել եք տարբերակել Շատ լավ։ Ծիածանի գույները, հա։ Կամ առաջինն է կամ բանն է, երկրորդն է, այսինքն Պիկասո կամ Ծիածանի գույները։ Աչքեր Ձեր փակի։ թիմում ով է ուղեղը։ Ձեր թիմում ով է ուղեղը։ Մեր թիմը չկա ուղեղ։ Աչքեր փակի ընտրի։ Ժամանակը Ծիածանի պատասխան։ Երազեմ գույները։ Ծիածանի գույները ոչ։ Մենք ասենք Պատասխանը սխալ է։ Այո։ Թուփակի երգերը։ Թուփակի երգերը։ Կապ չկա։ Ժամանակ ունեք 30 վայրկյան մտածեիք։ Ոչ։ Ոչ, իհարկե Եվս ոչ։ մեկ հնարավորություն։
Դե լավ գոնե 30 վայրկյան։ Ախպեր չէ։ Շվարցնեգեր չասես։ Շվարցնեգերն ենք ընտրում։ Մենք ընտրում ենք Արնոլդ Շվարցնեգերի։ Չորրորդ տարբերակը։ Այո, դա Չեմ հավատա։ Ախր ասում եմ միշտ ապեք։ Ոչ Պիկասո եւ Մոնեի նկարները։ Ես Ում էր պետք դե։ ասում եմ Իսկ ո՞նց է տարբերակը։ Անփոփոխվեց 3։ Չէ, լավ։ Հետագայում այս խմբի գիտնականներից Սիգեր ու Վատանավեն Սարդերն են։ Վադապ է։ Շատ վադապ է։ Հետագայում այս խմբի գիտնականներից Սիգեր Վատապը ջուտը։ Նորա Հետագայում այս խմբի Մարաբի մոզած։ Հետագայում այս խմբի գիտնականներից Սիգեր ու Վատանաբեն ագրավներին սովորեցրեց տարբերակել նաև կոմպոզիտորների երաժշտությունները։ Դե բա ասում էի Թուփակի Կոմպոզիտոր այդ թվերի։ Երկրորդ հարց։ Կարուն Չարնեցկին, Ֆրենսիս Բրենանը եւ Ջեյմս Հարիսոնը բժշկության բնագավառում Շտոբելյան մրցանակի են արժանացել, քանի որ ապացուցել էին, որ դա կանխում է մրսածության հետևանքով առաջ եկող հիվանդությունները։ Ինչը։ Առաջին տարբերակ կատուների մլավոցը, երկրորդ տարբերակ շամպայնով լոգանք ընդունելը, երրորդ տարբերակ վերելակներում հնչող երաժշտությունը եւ չորրորդ տարբերակ թատրոն այցելելը։ 30 վայրկյան։ Կատունների մլավոցն է ինձ հուշում, որ դա չի։ Շատ ճիշտ կարար այդ։ Ամենափախածը իմ կարծիքով փախածը հետևանքով առաջ եկող հիվանդություն։ Դե լավ, նկար ճիշտ են պատասխանելու համայնք մեկ։ Ահա։ Կատուները հաստատ։ Ասենք մենք սպասում ենք նրանց խաղալու։ Մենք իրանք չէ ասում։ Ժամանակը սպառնում է, ունեք պատասխան։ Այո։ Ահա։ Մենք կարծում ենք, որ վերելակներում հնչող երաժշտություն։ Ճիշտ էր պատասխանը։ Մենք մի քիչ բարձր Հաշիվը մտածեցինք, իրանք 9-3։ լսեցին։ Դուք ոնց որ չեք ուզում, հա, առաջան։ Հուշեցինք։ Մենք բարձր էինք մտածում, իրանք լսեցին դրա համար գոհացան։ Հասկացա։ Գիտնականների ուսումնասիրության համաձայն ֆոնային երաժշտություն լսելու դեպքում իմունոգլոբուլին A է առաջանում, ինչը կանխում է տարբեր հիվանդությունները։ Երրորդ հարց։ Վստահ եմ առաջի անգամ էր բառը լսում։ Չէ, մի քանի, հա, լսել հա։ Մեզ վստահ ասում եմ, որ տենց հայ էլի, տենց մակակաշեր են։ Երրորդ հարց։ Ջորջ եւ Շարլոտա Բլոնսկիները առողջապահության ոլորտում են Շնոբելյան մրցանակի արժանացել։ Նրանք ստեղծել են յուրահատուկ մի սեղան, որը պտտվում էր։ Իսկ ում համար էր նախատեսված այդ սեղանը։ Առաջին տարբերակ տիեզերագնացների, երկրորդ տարբերակ սյորֆինգիստների, երրորդ տարբերակ ծննդաբերող կանանց եւ չորրորդ տարբերակ գուշակների։ 30 վայրկյան։ Առողջապահության ոլորտում են Շոբելյան մրցանակ ստացել, ինչ գուշակ, ինչ տիեզերագնաց, ինչ սյորֆինգ, ծննդաբերող կանանց։ Առողջապահությունը ուրիշ ինչ։ Բայց մենք հիշենք։ Հիշենք այս հաղորդման ֆորմատը։ Հիշենք այս հաղորդման ֆորմատը։ Սյորֆինգիստներ, ուրեմն։ Ամենապախածը դա։ Գուշակներ։ Հա, Պտտվող սեղան։ հա, գուշակների մոտ է սեղան կա։ Գնաց գուշակները Որտեղ ես տեսել դու գուշակների մոտ, որտեղ։ Ես գուշակ եմ, երկրորդ մասնակցության գուշակ եմ։ Ժամանակը սպառված է պատասխան։ Դե գուշակի ճիշտ Սեղան, որը պատասխան։ պտտվում էր Գուշակ ջան։ Մի րոպե։ Նորն շատ լուրջ է դու։ նորն հաղթեն Չորրորդ տարբերակ։ Այո, գուշակների։ Պատասխանը սխալ էր։ Մենք դες սխալ չէ պատասխանենք։ Տենց են։ Այո, այո։ Հələ ոչինչ չենք ասում։ Պատասխան ծննդաբերող կանանց։ ծննդաբերող կանանց։ Իսկ դա շատ լավ հուշում չի առողջապահություն բառը։ Եթե դա եղավ, ուրեմն մենք սխալ ենք։ Պատասխանը ճիշտ է։ Ես պիտի անես որ խաղաս խաղը։ Հաշիվը 11-3։ Շատ իրավունք առողջապահությունը։ Չունեք դուք էս Դրանք առողջապահության բան է, այդ ծննդաբերությունը, ուրիշ բան չկա։ Ըստ ամուսինների հայտնագործության ծննդաբերող կինը պետք է կապվեր այդ սեղանին, որից հետո այն մեծ արագությամբ պետք է պտտվեր։ Արդյունքում երեխան դուրս էր մղվելու կենտրոնախույս ուժով։ Խորհուրդ եմ տալիս երբեք չկրկնել։ Ինչի մեր ժամանակ չկար այդ։ Ճապոնացի Տակեսի Մակինոն առողջապահության ոլորտում նոր այր Շտոբելյան մրցանակ է արժանացել S-check կոչվող աերոզոլը ստեղծելու համար։ Իսկ ինչ նպատակի համար էր այն նախատեսված։ Բացահայտելու էր ամուսնու դավաճանությունը, ընտանի կենդանիներին պաշտպանելու էր ճանճերից,
փողոցային գողերից պաշտպանելու համար էր եւ տակդիրներն արագ մաքրելու համար 30 վայրկյան ունեք մտածելու համար։ Պսիկ։ Ասվեջից էլ էլի ռոցը։ Ահա, անեն բացահայտել էր ամուսնու դավաճանությունը, տանի կենթանիներին պաշտպանելու վերջանում։ Օրինակ կցանկանեք Մի խանգարի քննարկում։ Ցանկանեք դավաճանել, հա։ ցանկանեք դավաճանել Լավ երկու ասեմ, ոչ։ ասում, Ոչ մի բան։ Ասալից Եղացա։ Լավ է։ No։ Տակդիրների մաքրելը ո՞րն է, տակդիրը թափես։ Մենք ասենք, Ահա։ ընտանի կենդանիներին պաշտպանելու էր ճանճերից։ Աղդիրները ապրեն, ճապոնացի։ Այո, սխալ է պատասխանը 30 վայրկյան ունեք քննարկելու համար։ Եթե ճիշտ պատասխանեք, երկու միավոր եք ստանալու։ Դուք էլ գրեք մեկնաբանության դաշտում ձեր տարբերակը ճիշտ պատասխանի։ Առողջապահություն։ Բացահայտելու ամուսնու դավաճանությունը չէ, տակդիրները։ Ամուսինը շատ լուրջ։ Աղդիր, բացում է փչում են նոր հագցնում են։ Բացում են փչում են նոր հագցնում են տակդիրը, դրա համար տակդիրները։ Մենք ընտրում ենք 4-ն ասա, հա։ Փողոցային գողերը կապ չունի ոչ մի բան։ Ապրեք դուք։ Չորրորդն է։ Չէ, սխալ է ձեր պատասխանը։ Իրականում, Այո։ մի հատ տարբերակ եմ հիմա ասում։ Դե երկու հատ։ Ես ինքս տահեմ, որ բացահայտելու էր ամուսնու դավաճանությունը։ Էդ էի ամենասկզբից մտածում, բայց առողջապահություն բառը ինձ շեղեց, բայց հիմա եթե պարզվի ես ճիշտ եմ, ես միշտ կհետևեմ իմ ներքին ձայնին։ Բացահայտելու էր ամուսնու դավաճանությունը։ Պատասխանը ճիշտ էր։ Այրոզոլը ցանելով տղամարդու համապատասխան հագուստի վրա, պարզ էր դառնում թե արդյոք նա սիրուհու մոտ եղել է թե ոչ։ Հաշիվը 12-3, իսկ մենք անցնում ենք 3-րդ կարևոր որոշիչ։ Այստեղ արդեն մտնենք բլիժնի բոյ։ Գնաց։ Արդեն ձեր ժամանակն է։ խաղալ։ Երրորդ փուլում մասնակիցները պետք է գուշակեն ԱՄՆ տարբեր նահանգների ու քաղաքների, նաև աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները։ Խաղը սկսելու է հաշվի մեջ պարտվող թիմը, հավասար արդյունքի դեպքում այն թիմը, որը առաջին փուլում երկրորդն էր պատասխանել հարցին։ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում կատուների վզից պետք է 3 զանգակ կախված լինի։ Նպատակն այն է, որ թռչունները իմանան նրանց մոտենալու մասին եւ անվտանգ լինեն։ Քանի որ չկրկնեմ, դուք եք սկսելու առաջին։ Այո, դուք առաջին հարցը ձեզ եմ տալիս։ Լոս Անջելեսում շներ ունեցող մարդիկ պետք է հետևեն իրենց կենդանու վարքին։ Այլապես նրանք կտուգանվեն։ Իսկ ինչ է արգելված այս քաղաքում։ Առաջին տարբերակ շները չպետք է հետապնդեն կատուներին, երկրորդ տարբերակ շները պետք է մշտապես դնչկալով լինեն, երրորդ տարբերակ շները 10 րոպեից ավել հաչալու իրավունք չունեն, եւ չորրորդ տարբերակ շները չպետք է հարևաններից աղ խնդրեն։ Դելիաս լոգիկա 4-ն է։ Բայց շները դնչկալով պետք է լինեն։ Դա շներից Դուք շուն կամ ընտանիք կենդանիներ եք։ շներին Երկու շունիկը կորել էր, չէ։ Գտնվեց։ հետապնդեն կատուներին հաչան, հետապնդեն դեռ տայմեր չէին Մտածեք։ Այս խաղում կարող եք փոխել հաշիվը։ հետապնդեն կատուներին կամ խնդրեն դուք հարևանից։ տղաներ։ Ամենափախած ընտրենք հարևաններից աղ խնդրեն։ Նա ուզում եմ մեր նամակտածը։ Հաշիվը։ Արի չասեմ։ Ասա դուք հաշտի համար եք խաղում, դրա համար մի Պարված է ժամանակը։ 19-ը։ 1 պատասխան ուրեմն 19-ի մեջ մենակ 1 կար։ Պատասխան։ 1 Առաջին Առաջին, տարբերակը։ այո։ Շները չպետք է հետապնդեն կատուներին։ Իհարկե։ Նա գնա մի անգամից իրանց։ Ոչ։ Դե դա մասում իհարկե ոչ։ Աղջները 10 րոպեից ավել հաչելու իրավունք չունեն։ Դե կամ էլ էդ էր։ Նա էսել է գտնատով կասի հաշիվը 25-ով Մենք եկավ։ մտածել էինք արդեն։ Հաշիվն է Իսկ 40։ դու ինչ կարգել էիր օրինակ, եթե նահանգապետը լինեիր։ Որ ոչ Կենթանիներին ինչ մեկը կարգել էիր։ իրավունք կենթանուն չէ, տիրոջը կարգել էի, որ պահի կենթանի, եթե չի հավաքելու հետևից իր շան կեղտը։ Այո։ Հաշիվը 14-3։ Ճիշտ է։ Այո։ Դրանց այս անգամ մունակ Դուք կարող եք հպարտանալ ձեր կանանցով։ Չէ, լուրջ կարող եք Ամենք հպարտանալ։ Ասում են երեխաներին ինտելեկտը փոխանցվում է մոր կողմից, էլի։ Նա եթե ես YouTube-ով եմ չնայ։ Երկուսի դեմքի արտահայտությունը։ Okay, ասում եմ YouTube-ով եմ։ Այո։ Կան այսպես ձախ կողմի վրա։ Ինձ իմանալուց այստեղ, այսպես կտկտացրեք 3 հատ, 30 վայրկյան հետա գնում, տենում եք որ մենք քննարկում ենք պատասխանը, բայց հետո ես աչքով եմ տալի մի կային, որ թողենք աղջիկները պատասխան։ Շատ ջենտլմեն է, շատ։ Մարտի 8-ը։ 3 հատ կտկտացրեք։ Իդեպ յուրաքանչյուր 1 րոպեն տուգանում են $1000։
Երկրորդ հարց։ Ըստ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի օրենքի, քանի կնոջից ավելի չի կարող ապրել մեկ տան մեջ։ 2, 10, 16, 99։ 30 վայրկյան ունեք։ Մեկից ավել չի կարող։ Կրոնական բանակապ չունի նահանգով։ Չէ։ Կարող եք մարդը 10 Դուք ասեք 10, մենք ասենք 16։ Այդ 10-ը։ Դե որը պիտի լինի։ Այո։ 99։ Դեր մտածել բան չունենք։ Մեր միավորները այնքան բարձր են, ոչ պատասխանը սխալ է։ Ասում մեկից ավել չի Հազիվ մի հատ։ Դրա համար են նրանք սխալ։ 99-ը մեկը չունեիք։ Ես մեկը Միկանա պատասխան։ Շատ լավ, Միկա, ուշադիր լսում եմ ձեր պատասխանը։ Ես գիտեր էլի, Պենսիլվանիա դեռ Շատ քննարկեցինք, շատ։ Երևոց, իհարկե 20 վայրկյան է մնացել։ Օգնություն չկա ստեղ ինչ-որ օգնություն։ Օրինակ ասես 10։ Դաժան։ Լեսա 10։ Չէ, լազա 10։ 10։ Մենք ընտրում ենք 10-ը։ Չէ, ինձ մի լսեք։ Դե 16։ Ինձ հետ ինչ գործ ունեք։ 16 Քեզ ասում 10-ը չընտրենք։ կամ 16 կամ 10։ 16։ 16։ Որտե՞ղ Պատասխանը ճիշտ է։ Ես անկեղծ ուրախ եմ ձեր համար, որ ոչ 99-ը, եթե 16։ Հաշիվը 14, 5։ Բայց ըստ օրենքի մեկ հարկի տակ ապրող 17 կնոջ արգայությունն արդեն հասարակած տան տպավորություն է թողնում։ 16-ը հասարակած չէ։ Չէ, նորմալ է 16-ի դեպքում, օքեյ։ Երրորդ հարց։ Սինգապուրում նշվածներից ինչի համար է $500 համարժեք տուգանք սահմանված։ Հերթը խախտելու, տրանսպորտում տարեցներին տեղը չզիջելու, երեխաների վրա գոռալու եւ շան հետևից չմաքրելու։ Այս ես գիտեմ։ 30 վայրկյան ունեք մտածելու համար։ Շանետեից, հա։ Չէ, հերթը խախտելն է։ Հա։ Մենք ենք ասում, չէ՞ ասում։ Դու օրինակ ինչի համար առաջինը 500 ինչ առաջինը ինչի համար $500։ Այո ջան, ինչի։ Ալևս հասկացա, թե մայրամը բանանում է։ Մենք ենք առաջին, չէ՞ բաբա։ Չէ, ես ընդհանրապես Մենք վստահում ենք մեր ինտուիցիան։ Եթե դու շորսի համար ես կճանեի, բացի երրորդից, որովհետև երրորդը մի քիչ էսպիսի բան է, էլի կարող օրինակ այդ Դաշանես մանեմ, դաշանես։ բայց Պատասխանը ժամանակը սպառված է, երկար մի մտածեք։ Հա, այդ եկուսն է։ Դու ընտրի։ Չէ։ Չէ լավ, տես։ Նայ, մենք երկու տարբեր Մենք մանկություն ենք կիսել արդ։ Մենք քեզ տալիս ենք երկու տարբեր, դու ընտրում ես կամ շան հետևի չմաքրելու կամ որը երեխաների վրա գոռալ։ Չէ, հերթը խախտել։ Կամ հերթը խախտել։ Չինգաչուն գարեք։ Ես թվում է, որ հետո շան հետևից մաքրել լինի։ Այրամը կինդ կասի, ես հիշում եք այդ թեմայով ասեցի, բան նույնիսկ չջոգեցիք։ Դուք նավսեքի մենք այդ ասենք թեկուզ սխալենք։ Որ Այդ տղեկի ճանճոք չհավաքեն։ Պատասխան 4։ շան հետևից չմաքրել։ Այո։ Թշուն իր հետևից։ Պատասխանը սխալ է։ Բա աղջիկներ լավ է։ հերթը խախտելու համար։ առաջին տարբերակ։ Լսում։ Լուրջ, չասես ուստա։ Լավ է չէ։ Չէ, կարող ուրիշ բան ընտրեք։ Այդ խոսքը մենք ենք քննարկում, մենք ենք։ Հաշիվը 16 5 Բայց երբ դուք տեսնում եք, որ մենք ենք այդ ուզում ընտրենք, ուղղակի Բայց Իսկ դա չէ։ Ահա, դու եք ասում։ Խոսում ես քեզ չեմ խանգարել, ընտրեիր։ Գալիս պես էդի չի։ Տուգանքը տարածվում է բոլոր վայրերում հերթը խախտելուն, լինի դա գրադարան, թե ճաշարան։ Չորրորդ հարց։ Շարունակում ենք Սինգապուրի թեման։ Սինգապուրում ուրիշների ինչից օգտվելն է պատժվում 3 տարի ազատազրկումով կամ $10,000 համարժեք տուգանքով։ Wi-Fi-ից, կնոջից կամ ամուսնուց, մեքենայից կամ parking-ից։ Ունեք 30 վայրկյան մտածելու համար։ կնոջից կամ Wi-Fi-ը չէ, Wi-Fi-ը չենք։ Երկրորդ տարբերակն է Լավի արսենոցը մեզ են բանաններ։ Ամենափախաստն ընտրել։ կնոջից կամ ամուսնուց։ Չէ, տուգանելը, եթե մենակ տուգանք լիներ, parking-ը կմտածենք, բայց որ ազատազրկում են, այստեղ լուրջ բան պետք է լինի։ Դրա համար ընտրում են կնոջից կամ ամուսնուց։ Տղաներ, դե դուք էլ մտածեք պատասխաններում սխալ։ Հա, մենք գիտենք որ սխալ էր, բայց Հա, երևում է հաշվից Դե շատ Սինգապուրում խախտել։ ինչի՞ թող արդեն ազովը որ սխալվել են կել մտի մտածեք իված դիպած։ Ինչի՞ Wi-Fi-ը տապել մեջ կանգնի, Wi-Fi-ը շատ ուժ է։ Այսօր դա Սինգապուրում եւ դա կամ ֆասիլի դուրս Տղաները այս պահին ստիպված են։ մեքենա։ Wi-Fi-ը ինչ գրում է։
Եթե չի ստացվում, եթե չի ստացվում, մի մտածեք։ Ուրիշ մեկ չի գողանան։ Դավայ parking ընտրենք։ Մենք իրականում գիտենք պատասխանը։ Ուղղակի շոուի համար։ Տեսեք պատասխանը 4։ Շնորհակալ եմ։ Պատասխանը 4-ն է։ Խնդրեմ ընդուն։ Հա, լավ ընդունեք։ Այդ ընդունեք, այս անգամ ճիշտ է պատասխանը կոպիտ։ Parking-ից։ Այո։ Չենք ասում մեքենայից, բան։ Ոչ է Wi-Fi-ից։ Եվ պատասխանը ճիշտ է։ Եվ պատասխանը սխալ է։ Ասա ավելի մենք Աղջիկներ, եթե այս անգամ ճիշտ պատասխան է։ Հա։ Մենակ այդ 3 տարի ազատազրկումը մեզ մի քիչ շեղեց, բայց ի սկզբանե քննարկվել է Wi-Fi-ը։ Որովհետև թող գնան վճարեն իրենց Wi-Fi-ով, ինչի են մերինին կպնում։ Հա, էլի։ Դու չէիր թույլ տա քո Wi-Fi-ը։ Wi-Fi կոդում։ Դե Սինգապուր, մի հատ նայեք, Սինգապուր չէ։ Զարգացած Wi-Fi-ից, Wi-Fi-ից։ Ընդունում եմ այդ պատասխանը։ Եվ պատասխանը ճիշտ է։ Չկա ճիշտ լինի, որովհետև Մարիամի աչքին ես փոքր ժամանակ ես գիտեմ։ 17 Մերսի շատ։ 5 Էսի չէ։ Ջախ-ջախիչ Բաղը հրավիրում են գործնագործ։ Ջախ-ջախիչ հաղթանակ։ Բարեր չունեմ իրականում։ Ախր մենք ֆիլմեր գրախավ։ Ֆեմինիզմի դպրոցենք եկել ես ունենք աղջիկները։ Կարևոր չէ իրականում Wi-Fi ունի գաղտնաբար թե ոչ, եթե այն սեփականատեր ունի, ապա եթե դրանից օգտվեք, պատժվելու։ Ամենա փախածները լավ է, ճիշտ է, Wi-Fi։ Հիմա ես ուզում եմ հանձնել մեր մասնակիցներին իրենց Ոնց խաղը ավարտվեց։ Այո, խաղը ավարտվեց։ Դե շախմատը բերեք մեզ։ Շախմատը ոչ, ես ձեզ ավելի հետաքրքիր բան։ Հələ, այո, ես ասում եմ, որ Արա, ուղը, այսի շատ լավ նվեր է։ Շատ լավ նվեր է սա։ Ես մեծ հաճույքով սա կտայի ձեզ, նայեք, որովհետև կտեսնեք դուք դրա կարիք ունեք, բայց մեկը ամեն մեկից տուն է գնալու, սա այնպես որ ես հանգիստ տալիս եմ։ Շատ տորթ է։ Չէ։ Սոված ես։ Սա ինչ է։ Ուղեղ։ Ոչ, ցավոք։ Այսի վերջի հարցն է, ինչ է սա։ Մենք գիտենք մրցանակը ինչա, դրա համար կրվան գինալիս։ Հա դուք գիտեք մրցանակը ինչա կրվեցիք։ Մենք միակ հարցին ճիշտ պատասխանել ենք։ Ուրախ կլինեի, որ ճիշտ պատասխան եք գոնել մի քանի հարց։ Մի քանի։ Չէ, եկեք մոռանանք։ Որոշեցիք Եկեք չմոռանանք ջենտլմենի։ Որոշեցիք մրցանակը ինչ ասեցիք, չէ, ինձ ուղեղ պետք չի։ Սարապես ես ուղեղի կարիք չունեմ։ Ինձ անգամ թվում է, որ դուք ավելի լավ տարբերակ եք ունեցել ընտրության կնոջ հարցում, բայց էլի չեք ջոկում։ Ճիշտ է մեզ եք։ Բայց դեռ դուք գոլը ուղղեք ունեցել ընտրել եք ճիշտ։ Հա, մենք հա։ Կարևորը մեծ շախմատ։ Իրականում այս խաղում հաղթել, պարտվել այդքան էլ կարևոր չէր, կարևոր էր լավ ժամանակ անցկացնելը։ Ես իրոք մեծ հաճույք եմ ստացել, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հետեւել մեզ բոլոր սոցիալական հարթակներում։ Կհանդիպենք։